Եկեղեցու վրա հարձակվողը և սպառնացողը ինքն է ճոճվում կեղտոտ ջրերի մեջ։ Այո, խոսքը գնում է վաղեմի նավակ ճոճող Օմարի ճնճղուկ Վիլեն Գաբրիելյանի մասին, ով վերջերս խոսացել է մի հատ հարցազրույցի շրջանակներում և սպառնացել է եկեղեցիականներին տենց կոչված ուկրաինական սցենարով, այսինքն ձերբակալություններով, բաժանումով, պետության ներթափանցումով եկեղեցու գործերի մեջ։ Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ նույն Վիլեն Գաբրիելյանը ժամանակին օգտագործվել է Նիկոլի կողմից, որպես Դավիթ Տոնոյանի քայլարաստական կուրատոր, այսինքն համարելով իրան ընկեր, զբաղվել է իրան ալկոհոլային կախվածության մեջ գցելու և ոչ պիտանի ծառայության սարքելու մեջ, ինչը ինքը հաջողությամբ արել է։ Դրա համար Վիլենը նույնիսկ շատ ուժեղ կիքսեր տալով Գյումրիում, Երևանում, խմած լինելով, ինչ-որ ազդեցություն տակ գտնվելով փողոցներում, մեկը մնում է հավատարիմ և օգտագործվող զինվոր դավաճանի համար։ Իսկ դուք զգույշ եղեք, զգոն եղեք և 2026-ին Ռադ ենք անում 16-ին։